Եվ նաև ասեց, որ դուք օլիգարխիայի փողեր, մանր մունր ինչ-որ փողեր թռցնող ձեր ուժին էսի նաև մեղադրանք էլ հնչեցրեց։ Ինչի՞ է կենտրոնացել թիրախավորում ձեզ։ Ինչ ենք արել։ Ոնց էր ասել, այնտեղ օլիգարխիայի փողերը մանր, բառացի ոնց էր Մարիամ։ Օլիգարխիայի փողերը մանր կոպեկներ եք վերցնում օլիգարխներից ապավելի համար, հա։ Այսինքն ինքս էս մանր բան ինչ-որ բաներ էլի ձեր նկատմամբ Լևոն ինչով եք բացատրում։ Ես գիտեք ինչից եմ ամենաշատը զարմացած, այսինքն այն ինչ որ մենք հայթայթել ենք որպես ընտրարշավի միջոց, այնքան փոքր է։ Անկամ դրանից է վախեցած։ Ինքը անգամ դրան փորձում է անուն կպցնել։ Ասենք խոսքը հեսա շուտով կհրապարակվեն այդ թվերը, հիմա ես կարող եմ ասել մոտավորապես 30 միլիոն դրամի մասին է։ Մեր ամբողջ կամպանիայի բանը։ Ինքը դրան անուն է կպցնում։ Հասկանում եք ինչ աստիճանի այրա բառնել հենց կօգտագործեմ ստոր մարդը։ Ինչ է ուզում ձեր նկատմամբ ինչ է այսպես բանի Հայկի նկատմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի առանց ավելորդ համեստության կասեմ, որ Նիկոլ Փաշինյանի այդ սխալները, հանցագործությունները, ձախողումները ոչ ոք այսքան լավ չի բացահայտում, ինչքան մենք։ Կամ այն ոչ ոք այդքան լավ իրեն չի ճանաչում։ Դե մենակ ճանաչելու հարցը չի։ Մենակ ճանաչելու հարցը չի։ Այդ մի քիչ շատ է այդ շարժվում այդ թեման, որ մենք իրան լավ ենք ճանաչում։ Մենք ոչ միայն իրան լավ ենք ճանաչում, մենք նաև լավ վերլուծում ենք։ Մենք տեսնում ենք իր ձախողումները, իր սխալները, մենք ունենք դիվանագիտական փորձ, մենք ունենք պետական կառավարման փորձ, այդ փորձը թույլ է տալիս ավելի լավ վերլուծել, թե ինքը ինչ անում։ Հետո մենք չունենք կապանքներ, մենք չունենք տերեր։ Մեզ ոչ ոք չի ղեկավարում։ Մեզ ոչ արևմուտքն է բանանում, մանիպուլացնում, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ։ Իդեպ նաև դրա հետևանքը այն, որ մենք ըստ էության շատ մեծ միջոցներ չունենք, որովհետև մենք չունենք ինչ-որ արտաքին ֆինանսավորման կանալներ։ Հետո նաև հասկանում է լուրջ կայացած գաղափարական ուժը, ինքը շատ լավ հասկանում է, որ մեզ ֆինանսավորող օլիգարխներ, չէ, բայց այդպիսի մեղադրանքներ էր էլի հնչեցնում։ Բայց եթե ունենայինք, պատկերացրեք, մենք ունենայինք, մենք 30 միլիոնով այս գործ անենք, այդքան խեղճ են այդ օլիգարխները, որոնք մեզ իհանի ֆինանսավորում են։ Սա է պատկերը մտել են, հա։ Այս կադրն է միայն դրա։ Նոր ստեղծված լրատվամիջոցից է վախենում այս մարդը։ Բայց ինչի՞ է քաշքշում Ինչ արեք շրջանակում եք Լավ, այս լկտիությունն է, էլի։ Այս լկտիությունը, այո, շատ լավ եւ վերջ ավարտում ենք, էլի ինչպես միշտ ասում է պարոն Զուրաբյանը, պարոն Զուրաբյան, ինչու պիտի մերժել իրեն։ Հա, չէ, սա ասեք եւ ինչու պիտի ձեզ ամենակարևոր բանը ես ուզում եմ ասել։ Թող առանց ձայն գնա հետեւում եք։ Թրիփի պրոյեկտն է, որ ինչի է ասա կարևոր, որովհետեւ միակ իրական պատճառը, որի համար ասենք որոշակի զանգված, որը ոչ թե ինչ որ շահամոլ նպատակներով է Նիկոլի համար քվեարկում, այլ ընդհանրապես կարող է ընդունի, որ ինքը համարեն, որ ինքը լավ գործ է անում, դա թրիփն է։ Այսինքն կա մի զանգված, որ կարող է հավատա, որ դե գիտեք ինչ, այս ինչ արել է, հա, շատ բան է ձախողել, փլուզել, հանցագործություն արել, կարևոր չի։ Հիմա վերջապես այս մարդը ստորագրել է թրիփ, ամերիկան գարանտ է բանի խաղաղության եւ այնուամենայնիվ բերում են արհեստական բանականություն, հա դրա մասին չէ, խոսում չիպերը, բաները, որ ուրիշ երկրներ չեն գնում, այսինքն ին կարող է ստեղծվել որոշ ազնիվ մարդկանց մոտ այն պատրանքը, որ սա ճանապարհ է դեպի ապագա։ Պրոգրեսիվ Միացյալ Նահանգները մեզ ապահովում են խաղաղություն, ապահովում են տեխնոլոգիական զարգացում, ապահովում են հիմա արդեն ստաբիլ կլինի, ինվեստիցիաներ կգան եւ այլն եւ այլն։ Այս մարդկանց պետք է ինչ-որ բան ասել։ Խնդրեմ, ասեք։ Այստեղ ամենակարևոր բանը հետեւյալն է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը մրցակցում են դոմինանտության համար։ Ընդ որում գլոբալ առումով, պատմական առումով 2000 թվականներից արդեն սկսած Միացյալ Նահանգները գնում են դեպի անկում,
իսկ Չինաստանը բարձրանում է։ Ու այս իրականում այս բոլոր կոնֆլիկտները, նաև նավթի շուրջ, Վենեսուելա, Իրան, հիմա էլ ուզում է Հայաստանի միջոցով դեպի Կասպի, դեպի բան կենտրոնական Ասիա, տենց էլ ասում է, չէ, ես Նիկոլին անվերապահ աջակցում եմ, Տրամպը ասում է աջակցում եմ, որովհետև ինքը ապահովում է մեր նավթային կամպանիաների մուտքը կենտրոնական Ասիա։ Այս ամեն ինչը այս պայքարի հետևանքն է։ Հիմա այստեղ կարող են տարբեր վերիվարումներ լինել, բայց մենք պետք է հասկանանք, որ պատմական հեռանկարում շատ հեղեղուկ բան է, եթե մենք մտածենք, որ մենք մեր անվտանգությունը կարող ենք կառուցել տասնյակ հազարավոր կիլոմետրներ հեռու գտնվող ու անկման մեջ, պատմական անկման մեջ գտնվող մի կայսրության վրա, որը Միացյալ Նահանգներն են։ Մենք պետք է շատ ավելի զգուշավոր լինենք, առավել ևս, որ TRIP պրոյեկտը ինքը շատ միակողմանի է աշխարհագրորեն։ Ինքը ապահովում է Միացյալ Նահանգների շահերը, Իսրայելի շահերը, միգուցե Եվրոպական միության շահերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եվ դա դեմ է Ռուսաստանի Դաշնության եւ մեր հարևան Իրանին։ Բայց մենակ իրանց չէ։ Բայց Չինաստանին էլ է։ Հնդկաստանին էլ է։ Այսինքն մի ամբողջ գերտերությունների բլոկ ոնց որ միակողմանորեն անտեսված է այս պրոյեկտը։ Այսինքն մեծ վտանգ, մեծ արկածախնդրություն կա այս ամեն ինչի մեջ։ Ռում մեր երկրորդ։ Առավել ևս, որ հիմա Ամերիկա-Իրանն այս պատերազմը ավարտվել է ըստ էության Իրանի հաղթանակով։ Ամերիկան, ես երեկ էլ ասացի դա, սպառելով իր հրթիռների պաշարի ուղիղ կեսը, չի կարողացել ջարդել Իրանին։ Իրանը նորից ունի կարողություններ խփելու Պայման է դնում, ասում եմ, իջել չդադարել Լիբանանի վրա հարձակումները, ոչ մի բան չէ։ Նույն Իրանը հայտարարել է, որ TRIP-ը չի կարող գործել, քանի դեռ ինքը չի գործելու Իրանի պայմաններով։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ այս ինչ որ Նիկոլը փորձում է մեզ մատուցել որպես ճանապարհ դեպի կայունություն, կայուն խաղաղություն, իրականում հերթական, նիկոլական խարդախություն ու պատրանք է, ավանտյուրա, որի արդյունքը լինելու է հերթական պատերազմ, Զանգեզուրի կորուստ, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Հիմա մեր ասածը հետեւելն է։ Եղբայր, մենք առաջարկում ենք TRIP + BRICS, այսինքն մենք պետք է ներդաշնակեցնենք այդ շահերը։ Այո, Ամերիկան ու Իրանը պետք է համաձայնեցնեն իրենց բաները, մոտեցումները, հենց նույն Հայաստանի հետ կապված, Սյունիքի հետ կապված, տրանզիտային գոտու հետ կապված։ Մենք առաջարկում ենք դրա հանգուցալուծումը։ Մենք ասում ենք պետք է Հայաստան-Իրան երկաթուղի կառուցվի եւ պետք է այո գոյատևեն երկու առանցք, արևմուտք-արևելք TRIP-ով եւ շատ լավ։ Եվ 5 կարևոր 5 դուք եք շտապում, ես կարող եմ երկար խոսել։ 5 կարևոր բան ինչի պիտի մերժել Նիկոլին։ Ասեք եւ ավարտում ենք։ Առաջինը, որ ինքը միշտ մեզ խոստացել է խաղաղություն, վերելա պատերազմ։ Միշտ ստացել ենք պատերազմ։ Դա բան է։ Առաջին ընտրությունների ժամանակ 18 թվին, չէ, ասեց բանամ ես կապահովեմ կամրապնդեմ զինադադարը, կապահովեմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք, կվերադարձնեմ Ղարաբաղը բանակցությունների սեղանին, ստացանք ջախջախիչ պատերազմ Արցախի կործանում։ Դրանից հետո իբր թե խելոքացել էր, բանը ընդունեց այդ նոյեմբերի 9-ի բանը հայտարարությունը, ասեց այ հիմա մենք մտնում ենք խաղաղության դարաշրջանի մեջ, կօգտվենք, Բաքվով կգնանք դեպի Մոսկվա, սենց էներ, բան հիշում եք, չէ՞, սա պրոպագանդա։ Ստացանք երկու պատերազմ, երկուսն էլ ջախջախիչ, մեկը Լեռնային Ղարաբաղի ոչնչացում, մյուսը բան է այդ այն հայտնի են Ջերմուկի Վարդենիսի դեպքերը, 200 զոհել ունեցանք եւ այլն եւ այլն։ Հա, ստացանք դա։ Հիմա ինքը բերել է մի հատ էլ նոր սենց բան, որը ներկայացնում մի հատ նոր սենց փաթեթավորված բան, TRIP անունով, ասում է, էսի խաղաղությունը ու տեր կանգնեք խաղաղությանը։ Բայց ես ասում եմ, եթե դու երկու անգամ մեզ խաբել ես, ստացել ենք լրիվ հակառակ արդյունքը։ Այս երրորդ անգամ ինչի՞ պիտի մենք չհասկանանք, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ խարդախություն է։ Ես դրա համար ասում եմ, Նիկոլի այդ բանը կարգախոսը պետք է վերավանել։ Տեր կանգնեք խարդախությանը, ոչ թե խաղաղությանը։ Լսեցիք։ Տեր կանգնեք խարդախությանը։ Այս ինձ համար ամենակարևոր պատճառներն են, թե ինչու Նիկոլին չի կարելի հավատալ եւ պետք է ուղարկել գրողի ծոցը։ Վստահ եք։ Երկրորդ պատճառը խաղամոլության ու բանի թմրամոլության, թմրաբիզնեսի հովանավորումը։ Խաղամոլությունը 21 անգամ աճել իր կառավարման տարիներին,
թմրամոլությունը 7-8 անգամ։ Իրանց թվերով ընդորում։ Հա, հա։ Սա ժանտախտ է, սա աղետ է ու ինքը դրա հովանավորն է։ Այս էլ ձեզ երկրորդ պատճառն է, ինչի իրան պետք է հեռացնել։ 300,000 ադրբեջանցիներ, դպրոցների փակվել։ Երրորդ պատճառն է, դա այն է, որ ինքը, եթե ազգը պետք է ուժեղանա ազգային համերաշխությամբ, ինչ որ իր արժեքների, պատմամշակութային ինքնության գոնե շուրջը համախմբելով, ինքը անում է ուղիղ դրա հակառակը։ Ինքը քանդում է մեր պատմամշակութային ինքնությունը, ինքը պատրաստ է գնալ այսպես կոչված խաղաղությանը, ոչնչացնելով մեր ինքնությունը, մեր հայությունը, եւ ինքը պատրաստ է պառակտել մեր ազգը, պատրաստ է, չգիտեմ, բանը վեհապարին, ասենք, բանը իր ինչ-որ մարմնի մասեր ցույց տալ, չգիտեմ, պատրաստ է շնաբերան էս բանով էս իր շնաբերան, այո, խոսույթով վարակել մեր ամբողջ հասարակությունը, պառակտման մեջ դնել, այս էլ ձեզ երրորդ պատճառ, էլ ինչ եք ուզում։ Անվերջ կարելի է այսպես թվել, էլ չեմ ասում, որ հիմա գյուղատնտեսությունը ինչ է լինելու։ Այս մեծ աղետ է, ոչ մեկ չի խոսում գյուղմթել կբան։ Այս ինչ աղետ է Ռուսաստանի հետ, այս սանկցիաները։ Որտեղ մեզ ինքը տանում է դեպի Արևմուտք Ռուսաստան պատերազմ, մեզ ուզում է բերի Ուկրաինայի օրը, Մալիի օրը եւ այլն եւ այլն։ Այս խայտարակությունն է, սա Նիկոլ Աղետաբերն է։ Նիկոլ Աղետաբերից պետք է ազատվել։ Այո, եւ բոլոր հարցումները երկու հարցում գախնի եւ մեկ բաց այդ քիչ առաջ ներկայացրեցին, բոլոր հարցումներով Նիկոլը տապալված է։ Հավաքական ընդդիմությունը վերջապես ես վստահ եմ, որ երեկվա բանաձևը վերջին մեխը, բանավեճը վերջին մեխը այդ դագաղի մեջ մտցրեց։ Չնայած հիմա ինքը հուսահատ բաներ անում, ես որ տեսնում ենք հիմա մտնում է օֆիսներ, չիլի միջեր անում։ Տեսնենք ինչով կավարտվի այս։ Հաջողություն ձեզ ընտրություններում, հաջողություն։ Շնորհակալություն, ես էլ վազեմ մյուս հարցազրույցին։ Այո, հաջողություն։ Մնացեք մեզ հետ, քիչ շանս մենք կհանդիպենք պարոն Սուրենյանցը, կլինի Հայկ Նահապետյանը, կլինի եւ այսպես շարունակ։ Շնորհակալություն, պարոն։